եւ որովհետեւ ցնցումներով իշխանապողությունը հանգեցնում է հետ ցնցումների առնվազն 10, 20, 30 տարի, որը երկրին որևէ բան չի բերում։ Հիմա ընտրություն է լինելու։ Ժողովրդին ասեք, որ ժողովուրդ ջան, գնացեք, ընտրեք Խորեն Հովհաննիսյանին, որովհետև նա լավ ֆուտբոլիստ է, ոնց լավ ֆուտբոլիստ է եղել, երկիրն էլ այդպես լավ կկառավարի։ Թող գնան Խորեն Հովհաննիսյանին ընտրեն։ Այստեղ ես բան չեմ տենում, եթե տեսնում եք, հանրությունը տեսնում է, որ իր ճանապարհը քվեարկության միջոցով փակվում է, առաջանում է այլ ճանապարհ իշխանապողության համար եւ դա լինում է այսպես կամ այնպես։ Դուք ասում եք փողոցային պայքար այդ անունը մի ասեք կամ ճիշտ ձևակերպում չի եւ այլն, բայց դուք էլ եք պատերազմից հետո փողոցային պայքարի մասնակցում, Փաշինյանի հրաժարականն եք պահանջում, ասում եք Փաշինյան Նիկոլանն է պատասխան եք տալու։ Դա բողոքի գործողություններ է, որին չի ես ասում եմ մի ասեք փողոցային պայքար, որովհետեւ փողոցայինը դա վատ է հնչում։ Գործողություններին դուք եւս մասնակցել եք, պարոն Նազարյան։ Ասում եմ այդ տերմինը մի, ասում եմ կասկածամտորեն տրամադրել։ Այո, ես ասել եմ, որ պատերազմից հետո, Էրմինեն բրթելով բերեց էսկո։ Հա, պատերազմից հետո ես ասել եմ ու գտնում եմ, որ շատ ճիշտ եմ ասել, որ Հայաստանին պետք է նոր իշխանություն։ Իմ ասածներից ես չեմ հրաժարվել, հիմա էլ չեմ հրաժարվում։ Վերադառնալով ձեր հիմա արդյոք այդ պահանջը չպետք է շարունակվի նաև ձեր կողմից։ Հրաշք տեղի ունեցավ, ժողովուրդը որոշեց, որ մենք այս ներկա պնակից ընտրում ենք այս ներկին։ Հիմա ուրեմն ինչ-որ ուրիշ խորքային լուրջ խնդիր կար, չէ՞։ Ժողովրդին չէր ասում, որ Արցախը ճանաչվելու Ադրբեջանի կազմում այդ ժամանակ։ Շատ վատ էր անում, իհարկե շատ վատ էր անում։ Ինքը մի անգամ ազգային ժողովում ձեր հարցի պատասխան տվեց, որ ես մտածում եմ այնպես, ինչպես ասենք 99%-ը եւ դա վատ էր։ Հետո ասենք հասկացա, որ դա սխալ է եւ ուղղվեցի։ Ինքը մեղք չունի։ Հիմա ես բանն եմ, կաթողիկոսն եմ։ Ձեր դիտարկմամբ։ Կապետն եմ։ Պարոն Նազարյան, վերադառնալով ձեր այն Մեղքերի քննությամբ չեմ զբաղվում։ Որ ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է պրոցեսը Հա, ճիշտ են անում։ Հա, լավ են անում, բա քաղաքական ուժ են, բա պիտի անեն, բա այդ դեպքում ժողովուրդը ինչու պետք է 26 թվականին ձայն տա նորից այս ընդդիմության, այսինքն ակնկալիքն այն ընդդիմության, որ ժողովուրդը ձայն կտա, կասի գնա եւս 5 տարի փորձի հեռացնել։ Ժողովրդին միշտ մի մեղադրեք, էլի ժողովուրդը ամեն մի քաղաքին չի, որ մի իդեալական քաղաքական ուժեր ունենք։ Բոլորն է մեղքերի մեջ թաթախված, սխալներով լեցուն քաղաքական ժողովրդի համար շատ դժվար է ընտրություն կատարել։ Պարոն Նազարյան, այսինքն ձեր մոտ եւս փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ Փաշինյանին ասում եք պատասխան եք տալու, հիմա ասում եք իր արդարացումներն եք մեջ բերում։ Մանրամասն այդ հարցին պատասխանել եմ։ Դուք հիշատակեցիք 20 թվականի նոյեմբերի Գեգամ Նազարյանի ելույթը։ Դա իմ առաջին ելույթն էր հանրահավաքին։ Ես չէի ուզում այդ օրը ելույթ ունենամ։ Այո, ստիպեց ձեզ։ Ոչ ցանկություն ունեի, ոչ տրամադրություն։ Իմ ընկերները խնդրեցին, ասացին, չէ, շատ ենք խնդրում, արի ելույթ։ Բավական էմոցիոնալ ունեցաք ելույթ, ասացիք պատասխան եք տալու։ Հա։ ԲՀԿ-ի գործընկերներ։ ԲՀԿ-ի։ Ինչ ԲՀԿ։ ԲՀԿ-ի անդամներ էին։ Չէ, ԲՀԿ-ին կապ չունի։ Ամեն դեպքում էմոցիոնալ ելույթ ունեցաք, ասում եք պատասխան եք տալու։ Հիմա հրաժարվել եք այն։ Շատ ներողություն։ Տեսեք, եթե դուք մտածում եք ձեր այդ հարցով ինձ ինչ որ անհարմար վիճակի մեջ եք գցելու, սխալվում եք։ Ես հիմա եթե հարկ եք համարում այդ հարցին հիմա պատասխան։ Ես ձեզ ասում եմ 20 թվականի նոյեմբեր, եթե ճիշտ եմ հիշում, կամ դեկտեմբերի սկիզբ կամ ցուրտ օր, -10 էր, -20 էր, չեմ հիշում։ Ազգային ժողովի մոտ չէր, հրապարակում էր։ Ես այդ հիշում եմ։ Ես այդ ժամանակ փնտրում էի իմ ապկարին։ Դուք հուսով եմ չեք հասկանա, թե դա ինչա նշանակում։ Երբ որ մարդը փնտրում է իր որդուն, իր 18 տարեկան երեխային։ Ու հետո ասում են, գիտես դու պիտի ելույթ ունենաս։ Ես ասում եմ, չէ, հետո նորից են զանգում, ասում են հանուն երկրի, հանուն եւ այլն ուժ գտի արի։ Ես գնում եմ։
հրապարակում մի 200 հոգի մարդ կար, որ ես ինչ եմ ասել, ես իմացել եմ միայն հետո, երբ որ մի կերպ հասա 5-րդ ալիքի ստուդիա կամ խմբագրություն ոնց են ասում, եւ Հարություն Հարությունյանի հետ իմ ելույթը նայել եմ, նոր եմ ես ինձ թվացել էր ես խոսել եմ 2 կամ 3 րոպե։ Ես խոսացել եմ 18.5 րոպե։ Այդ ելույթից հետո Հայաստանում քաղաքական կյանքը փոխվեց։ Մարդիկ հազարներով դուրս եկան փողոց։ Ու դա նպաստեց, որ Հայաստանում լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի միջոցով ձևավորվեր նոր ընտրություններ։ Այն ինչ ես արել եմ, ասել եմ, կրկնում եմ, ստորագրում եմ տակը ու աշար ես որ ուզենայի այդպիսի ելույթ գրեի, չէի կարողանա գրել։ Այսինքն այդ ելույթի հեղինակը ես չեմ։ Պարզապես այդ ելույթի ֆոնին այս լոյալ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի նկատմամբ Նարեկ ջան, ուրեմն ԿՊ-ի նկատմամբ լոյալ վերաբերմունք գոյություն չունի։ Բայց Եղամ Նազարյանը 20 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին պատերազմի մասին եւ միջ պատերազմյան իրադարձությունների մասին ուներ 2%-անոց ինֆորմացիա, հիմա ունեմ 43%-անոց ինֆորմացիա, որի ընթացքում ես իմացել եմ բաներ, որ գտնում եմ, որ հիմա ես դա հրապարակային ասեմ, ավելի եմ բորբոքելու իմ նման ծնողների վերքերն ու վշտերը եւ ձեռնպահ եմ մնում բարձրաձայնելուց, բայց իմ մեջ փոփոխությունները պետքա շատերի մտածելու տեղիք տա, թե այս մարդը ինչու է այսպես վերաբերվում, այսպես խոսում, այսպես մտածում, բայց դրանով ես ասել եմ, ելի եմ ասել, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա այդպես չի, ես ելի կրկնում եմ, որ դա այդպես է եւ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մեղքը ու մեղավորությունը կայանում է նրանում, որ նա ինչպես մտածել էր 22 թվականի Վարդենիսի ջերմուկի պատերազմների հետո ինքը պարտավոր էր այդպես մտածել 18 թվականի առնվազն հունիսի 15-ից հետո։ Բայց այդքանով հանդերձ նա ավելի անմեղ է։ Այո, անհամեմատ 1.5 միլիարդ անգամ։ Պարոն եւ այս նախագծի հետ կապված կարծում եք ծնողները համաձայն կլինեն Ուրեմն եթե ասեմ ծնողները, որ ասում եք ծնողները, ուրեմն 44 օրյա պատերազմի առնվազն 8000 ծնող կա։ Ես հիմա ինչ իմանամ այդ 8000 ծնողից ով ինչ ամ։ Մեկը ասելու է ինչու սեպտեմբերի 27-ը չի, մեկը ասելու է ինչու նոյեմբերի 9-ը չի։ Մի խումբ կա իրանց ուղղորդելու են, ասելու են Գեգամ Նազարյանի դեմ գրառումներ արեք էլի, գրեք որ նա բան արել, էլի, չգիտեմ, անարգելա որդու հիշատակը, ոնց որ անդադ անում են։ Ու ես ձեզ ասեմ Նրանք ովքեր մտածում են, ես չգիտեմ ով է այդ ծնողներին ուղղորդում, իրանք սխալվում են, իրանք պատասխան են տալու ու դաժան պատասխան են տալու իմ որդու հասցեին արած յուրաքանչյուր արտահայտության համար, ես սա ասում եմ պատասխանատու։ Որ ասում եք 20 թվականի պատերազմից հետո ձեզ ստիպեցին ելույթ ունենալ, հա։ Չստիպեցին, խնդրեցին։ Բայց ստիպել բառը Ասեցի խնդրեցին, ստիպեցին, ստիպելը դրական իմաստել կա, որ մեկը ընգած ալինում ստիպում են, ասում են, չէ, դու պետք է վեր կենաս։ Անդիմությունը այդ պահին, հա, դաշնակցական, քոչարյանական, հանրապետական Այն ժամանակ խառը ինչ որ բան էր, տազյոթի շարժում էր։ Օգտագործեց, հա, իր քաղաքական նպատակների համար։ Ես չեմ կարծում, որ բոլորը ընդհակառակը կարծում եմ, որ 90%-ը չի օգտագործել ու իմ նման sense սրտացավ մարդիկ են։ Առաջարկել են ելույթ Չէ, հիմա դրական իմաստեր կարա ունենա։ Այդ եւ իմ եւ Հայաստանի համար ի վերջո ես ասում եմ, դա այդ ելույթը շատ դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի համար։ Նազան, այսինքն դուք առաջարկել եք, որ սեպտեմբերի 27-ին նշվի օրը, բայց առաջարկը չի ընդունվել։ Առաջարկել էի, որ սեպտեմբերի 27, հա, ես 27-ն էի առաջարկում, բայց հետո տենց լայն քննարկում եղավ, հետո իմաստը, որ ինչի բոլոր ժամանակների Սոհերի հիշատակն է, դա չի կարելի դնել մի պատերազմի վրա եւ իմ համար, ասենք, ընդունելի է նաեւ հունվարի 27-ը, նույն կերպ ընդունելի կլիներ նաեւ, ասենք, թե, չգիտեմ, մեկ այլ օր։ Իմ համար կարևորը, որ մենք ուղղակի ասեմ ձեզ, մենք չենք հարգել երբևիցե
հայ զինվորի զոհված հայ զինվորի հիշատակը, որևէ օրինակ ես ոչ իմ դպրոցական տարիներին, ոչ իմ երեխեքի դպրոցական տարիներին չեմ հիշում, որ դպրոցում միջոցառում անեն ու հիշեն օրինակ առաջին աշխարհամարտում եւ հատկապես օրինակ Սարդարապատում, Կարսում, Իգդիրում զոհված հայ զինվորի հիշատակը։ Մենք դա չենք արել, հենց լղոզել անցել գնացել ենք։ Հիմա հուսով եմ կսովորենք անել։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։